Լուրջ հիմնարկից փոքրոքի պարագլխի կանտորա քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածի շարունակությունը։ Մի կողմ դնելով ազգային անվտանգության ծառայության կողմից ռեժիմի պաշտոնաթերթին փոխանցած փաստաթղթերի իսկությանը գնահատական տալը, դա արդեն շատ հարգելի մարդկանց կողմից արվել է, ասեմ, որ քաղաքական եւ հասարակական գործիչներից բացի ինձ համար որևէ այլ բնագավառ ներկայացնող անհատի համագործակցությունը սեփական երկրի հատուկ ծառայությունների հետ որևէ խնդիր չի ներկայացնում։ Ավելին, որոշ դեպքերում նմանատիպ համագործակցությունը ճակերտներում բավականին մեծ օգտակարություն կարող է բերել երկրի ազգային անվտանգությանը։ Ընդհանրապես, գործակալական ցանցը հարյուրամյակներ շարունակ աշխարհի բոլոր մեզ հայտնի հատուկ ծառայությունների միակ գործիքակազմն է եղել։ Հեռավոր 19-րդ դարասկզբին, երբ դեռ չկային տելեգրաֆն ու օդային հաղորդակցության միջոցները, հետախուզական նոր ձևավորվող ապագա հսկաները հասկացել էին, որ իրենց գործին միակ օժանդակող համակարգը գործակալական ցանցերն են, եւ հենց այդ ժամանակներից է գալիս գործակալին որևէ պարագայում չհանձնելու, անունը չհրապարակելու, իրեն հարգող ցանկացած հատուկ ծառայության ոսկե կանոնը։ Ավելին, հատուկ ծառայության ղեկավարները շատ հաճախ իրենք էլ չեն տիրապետում գործակալական ցանցի անուններին, այլ հարցե ծածկանունը, քանի որ դա կարող է վտանգել գործակալին եւ կասկածի տակ դնել աշխատանքային արդյունավետությունը։ Իսկ մյուս կողմից, ծառայության ղեկավարի համար գործակալական ցանցի տվյալներին տիրապետելն անվստահության նշան է սեփական հիմնարկի համապատասխան բաժնի պետերի եւ օպերատիվ աշխատողների նկատմամբ։ Այս կանոնը մինչ օրս գործում է աշխարհի մեզ հայտնի բոլոր հատուկ ծառայություններում, որոնց երկրի ղեկավարները երբեք իրենց թույլ չեն տա այդ ծառայության պետերից գործակալական ցանցի մասին տեղեկատվություն պահանջել, քանի որ դա կարող է հանգեցնել վատ հետևանքների։ Իդեպ, կարծում եմ, դատարանի բակում երրորդ նախագահի տրված մեկնաբանությունը գործակալների հետ կապված հենց վերոգրյալ ոսկե կանոնի մասին էր, ինչը նաև շատ մեղմ ակնարկ էր պարունակում իր մեջ, ուղղված այսօր մեր ԱԱՑ քննադատողներին։ Քանդողներին։ Ներողություն, ԱԱՑ-ն քանդողներին։ Ստեղից շարունակեմ դու։ Նիկոլ Փաշինյանը մեր օրերում այնքան է իջեցրել ամեն ինչի նշաձողը, որ վերը նշված սկզբունքներն ու կանոնները չէին էլ կարող վերջինիս համար զսպող հանգամանք լինել։ Եվ սա էլ պետք է ապականվեր ու պղծվեր։ Իսկ հիմա ով կարող է ասել, թե այսքանից հետո մեր երկրի ԱԱՑ-ի հետ քանի իրական օգուտ տվող մարդ կհամագործակցի Հայաստանի ներսում։ Իսկ այս աբսուրդի թատրոնը տեսնելով, որ մի խելագար օտարերկրացին պատրաստ կլինի հավաքագրվել սեփական արխիվները կամ դրանց իմիտացիան Չ կլասի մեդիաներով հրապարակող կառույցի կողմից։ Հարցերը ռետորական են, բայց տեղի ունեցողի հետևանքները աղետալի մեր երկրի դեռևս քիչ թե շատ ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող կառույցի համար։ Պատկերացրեք արտերկրում երբեմնի հետախուզական գործողություններ կատարած երկրի ներսում հակահետախուզությամբ եւ հակահաբեկչական գործողություններ իրականացրած կառույցը այսօր վերածվել է ինչ-որ փոքրոքի արարածի ներքաղաքական քմահաճույքները կատարող փոքրիկ կանտորայի։ Մի օր հակահաբեկչական ալֆան դիմակներով ներխուժում է Վազգենենց ու մեր տուն, վախեցնում քաղաքական հակառակորդների երեխաներին։ Մյուս օրը 7-րդ վարչության աշխատակիցները գնում են Նիկոլի համար քահանա համոզելու, հաջորդ օրը վարչության պետերը կապարակնքում են եկեղեցին, հետո ըստ մամուլում շրջանառվող եւ չհերկվող տեղեկությունների զանգում են դատավորներին եւ ստիպում կալանք տալ փոքրոքի արարածի հակառակորդներին, իսկ որպես վերջաբան ստիպում են հրապարակել ՊԱԿ-ի արխիվի իմիտացիա ենթադրող փաստաթուղթ ու վերջնականապես փակում հիմնարկի հիմնական նշանակության վերջին դուռը։ Անկեղծ ասեմ, ես այս ամենին մեծ ցավով եմ նայում, քանի որ մասնագիտության բերումով մեծ հետաքրքրություն եմ ունեցել հատուկ ծառայությունների կառուցվածքի ու պատմության նկատմամբ, երկար տարիներ խորն ուսումնասիրել եմ աշխարհի ամենահայտնի հատուկ ծառայությունների պատմությունն ու արված օպերացիաները։ Մեծ բարեբախտություն եմ ունեցել անձամբ շփվել ՀՀ մի քանի պաշտոնաթող ԱԱՑ պետերի հետ, երևի նաև ձեզ նկատի ունի, պարոն Շահնազարյան, սա իմ կողմից, եւ երբեք չեմ պատկերացրել, որ կգա մի օր, որ մեր ԱԱՑ-ն ինչ-որ փոքրոքի անադեկվատ ռեժիմի պարագլուխ կհասցնի այս օրվան։ Բայց, ինչպես ասում են, սա էլ կավարտվի եւ ապագայում թեկուզ ոչ հրապարակային գնահատականներ կտրվեն այս օրերի գործողություններին։ Իսկ մինչ այդ դիմացեք ԱԱՑ-ի նվիրալներ, դիմացեք պարոնայք սպաներ։